Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը, կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվելը այն սև ուղղանկյուն, որ տեսնում եք YouTube-ի տակ, դա է, սեղմում եք, բաժանորդագրվում եք, դրեք լայք, գրեք ձեր կարծիքները, կիսվեք ձեր ընկերների, բարեկամների հետ, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հարգելիներս, ես շնորհակալ եմ բոլորիցդ, որ անընդհատ բաժանորդագրվում եք, եղեք ակտիվ, կիսվեք, որ բարձրանա էջը վերև, եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքները գրում են։ Տեսեք, ով գրում է կարծիքը առանց հայոյանքի եւ հաճելի ձևով, ես բոլորին հիմա նույնիսկ եթերում եմ լինում պատասխանում։ Իսկ ով որ գրում է ինչ որ ուղղորդված մեր թշնամիների հետ մեկտեղ, ես այդպիսի մարդկանց ընդհանրապես ցանկություն չունեմ ոչ պատասխանելու, ոչ նրանց հարցերին պատասխանելու, ոչ նրանց անդրադառնալու։ Ամենաառաջինը հիմա սկսենք հետաքրքիրը։ Տեսեք։ Հայաստանից եմ ուզում ասեմ, հետո կանրադառնալ, լավ, եկեք մի հոգու անդրադառնա, երկու հոգու անդրադառնամ նոր։ Հարգելի հետևորդներից մեր հետևորդներից մեկը գրելա, որ պարոն Թադևոսյան, դուք իրականում Իսրայելում չեք ապրում, գրելա TikTok-ում։ Դրա համար չգիտեք ժողովրդի ինչքան պաշտպանված է, դրա համար էլ զոհերի թիվը քիչ է։ Տիկին կամ պարոն անհայտ էր, ես գրել եմ Նաթանյահու, դու ես, ինչքան էլ պաշտպանված լինի չլինի, հրթիռի հզորության մասին այսօր մանրամասը կներկայացնեմ, ինչ հարվածները հասցնում ու ինչ ձև կարող հասցնի։ Մահացածների թիվը չի կարող 3 լինել, եթե 3 է, այդ մարդկանց էլի եմ կրկնում, շենքերի լույսերը ինչի է վառած։ Ինչի է վառած, եթե մարդը գտնվում է ապաստարանում, հա, դուք ում եք օգնում, իրանցիներին են օգնում, հա, պարսիկներին են օգնում, լույսերը վառում են, որ հանգարց սպուտնիկով նայեն, չշեղվեն, կոնկրետ խփեն շենքերին, հա։ Բա որ այդքան լավ է մարդ չի մահանում։ Ինչի է, այսօր հայտարարեցին, որ միայն Կիպրոս փախածների թիվը հասել է 250,000-ի, տոմսերը թանկացե դառել է $500 մի հոգի։ Հիշեցնեմ ձեզ, որ Թել Ավիվից մինչև Կիպրոսի Լառնակա ընդամենը 300 կիլոմետր է, մոտավորապես Երևան-Թբիլիսի։ Տոմսը մարդը $500, այսինքն ընտանիքով 4 հոգանոց փախնելու համար $2000 փող են ուզում, որ հասցնեն այնտեղ։ Բա մարդիկ ինչի են փախնում այդքան շատ։ 250,000 3-4 օրվա մեջ խաղեք անում դուք, այդ ինչ թիվ է։ Այսինքն հենց ռմբակոծությունը կանգնում է, սկսում է չարտեր չվերթներ։ Ինչև է, անցնենք հիմա մեր մյուս հետևորդին պատասխանելու, Էմա Հունանյան գրել է ոստիկանը, երբ որ դուք եկաք իշխանության, ոստիկանը ձեր շահերն է պաշտպանելու, ոստիկանը հրաման է կատարում։ Տիկին Հունանյան, ես ձեզ մի բան ասեմ ձեզ, ոստիկանը ոչ թե պաշտպանելու է ստեղծված է պաշտպանի իմ կամ Պողոսի շահերը, որպես եթե ձեր ասելով իշխանություն, ոստիկանը ստեղծված է պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ սահմանադրությամբ հաստատված կարգի շահերը, ոչ թե անհատների, ոչ թե Նիկոլի, Սերժի, Լևոնի, Ռոբի կամ ձեր ասած Գագոյի ու Արտակի, այլ ինքը պետք է հայ ժողովրդի ու սահմանադրական կարգը պահպանի, ոչ թե հրաման կատարի, ծեծել, սպանել կամ վերացնել կամ ինվալիդ սարքել կամ պայթեցնել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու կամ վնաս տալ։ Հասկանալ է։ Ես հասկանում եմ, որ կամ ձեր տղանա կամ ձեր փեսանա ձեր ամուսինն է, ես ուղղակի չգիտեմ ինչ տարիք է, գրած էր Էմա Հունանյան։ Ես ձեզ պատասխանում եմ ձեր ասացի հանդեպ, որտեղ դուք ցիվիլ եք հարցրել, ես է ցիվիլ ձեզ պատասխանում եմ։ Ոստիկանը ստեղծված չի անհատի շահ պաշտպանի։ Ոստիկանը ստեղծված է այդ հանրապետության եւ հասարակական կարգը պաշտպանի քաղաքացիներին ըստ իրենց սահմանադրված օրենքի։ Ոստիկանի գործի մեջ գրած չի, որ լրագրողը հարցնի, ինչի խփեց իր այդ տղամարդը, մի հատ է ֆռա խփի լրագրողը։ Պարզա, ոստիկանը գրված չի, որ ինքը հայոյի ծեծի սպանի ու ասի լավ եմ անում, հանուն Նիկոլի։ Ոստիկանը ստեղծված չի, որ Արցախը հանձնող, Արցախը ծախող 4 ղեկավարին պաշտպանի, բայց քաղաքացիներին տանի սպանի։ Ոստիկանը ստեղծված չի, որ համագործակցի ռուսական հատուկ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գնդակահարեն ռուսական չերյոմուխաներով, որի մեջ մասնակցություն ունեն Հայաստանի 4 ղեկավարները։ Պարզա, ոստիկանը ստեղծված է, որ մարդկանց որպես հարգանքի առարգա առաջացնի, ոնց որ եվրոպական երկրներում։ Ոչ թե ստեղծված է, որ իրան ասեն մլիցա, մուսր, պետության շուն, համբալ, ծախուշուն, ընտանիքին հայոյին եւ այլն։ Ես հասկանում եմ, ձեր համար ցավոտ է, բայց մարդկանց համար էլ է ցավոտ, եթե ձեզ ցավա, որ ձեր ամուսնուն, տղային, ես իմ հորը
եղբորը որևէ մեկը հայոյում է ու պիտի հայոյի իր պահվածքի համար ու պիտի դատվեն, ուրեմն բարի թող լինի մասնագիտությունը փոխի։ Օրինակ ես կյանքում չեմ կարող աշխատել ոչ ոստիկան, ոչ հարկային, քանի որ ես գիտեմ, որ Հայաստանում այդ սֆերաները այլասերված եղար կաշխատես, չէ, քեզ այլասերում են սկզբից։ Ստիպում են գնալ սրանера վատություն անել։ Եթե դու չես անում, ուրեմն դու պետք է ելնես։ Իսկ եթե դու անում ես, ասում ես, գիտես ինչ կա ընտանիք եմ, բամ, էդ էլ չեղավ նորմալ։ Պարզ է։ Սա ձեր հարցի պատասխանը։ Անցնեմ հաջորդ հարցին, Հայաստանից շատ քիչ հարցեր ունեմ, 2-3 հատ։ Նախ ասեմ ձեզ, որ այ մարդը անունը չի βρում, ոչ վարչապետ, ոչ Նիկոլ։ Փալասը կրկին անգամ հայոյել է, այս անգամ ուրիշ հոգևորականի։ Ուրեմն մեռած մարդու հետևից ասում են կամ լավ կամ ոչինչ, բայց Նիկոլ այն մարդկանցից չի, որ մեռնելուց հետո նրա հետևից որևէ մեկը լավը խոսի։ Ինքը իրեն քաղաքական դաշտում վաղուց մեռած է։ Նիկոլ, դու ամսի 20-ին հաստատվեց, որ գնալու ես Էրդողանի ծոցը 69 պարկես։ Ճիշտ է։ Դու էլ ասեցիր, քո ալեն գրզոյի ստրիպտիզ բալենն էլ ասեց։ Հիմա դու ասում ես, ես կաբացուցեմ, որ բանը, էսի արշակա թե ինչա տեսյանունը չեմ հիշում։ Կտրիչ գնա քո արշակա ինչա հոգևորականի անունը չեմ հիշում։ Գնա թո անառակաբարո սրան նայի, ես կապացուցեմ ազգային ժողովուրդն իսկ կանի կապացուցի խմբադրը։ Արա հոդու կիսաբաց լուսամուտների հասկացան, կիսաբաց լուսամուտների այն պրոդյուսեր այն փնթի լնգու լավազեն ասենց աչքերով գործի աչքերով աղջկան բերելես կոմոդ դեպուտան կա հոդու կիսաբաց լուսամուտներին արտիկցի մարմնավաճառ աղջիկը չես են էժան տանկա որ ասма կաբացուցեք թե աբացուցեք ինչ ես անելու ֆանարն առնելու ես մոմը առնելու ես եկեղեցու են հաստ մոմը մտնես տենասով ինչ անում աբացուցի մինչև հիմա ինչի չէիր աբացուցում զգուշ եղեք հաստ վառած մոմը բժշկական մոմիկի տեմ տեղ չմտցնեն հետևդ Զորով ստիպում ես, որ ասեմ, աբացուցող ես աբացուցի քո երեխեքը, քո քածի, որ մի մարդուց է։ Աբացուցի դրանք, թե չէ դու աբացուցեմ եկեղեցուն աբացուցեմ, ինչ է աբացուցես, աբացուցված պրծացես։ Ես չեմ էլի ժողովուրդ ջան, իմ համար էլի եմ կրկնում, ես չեմ պաշտպանում ոչ մի հոգևորականի։ Ես ասել եմ Հայաստանի հոգևորականներից 1000-ից 1020-30-ն են մաքուր։ Բայց իմ համար, դա իմ անձնական կարծիքն է։ Բայց ով որ փորձում է անընդհատ եկեղեցու վրա ցեղ շպրտի հայ հավատքի վրա, ինքը ամենամեծ մեղավորն է։ Անընդհատ։ Եմի սրան կաբացուցեմ, հաջորդ օրը արշակին կաբացուցեմ, մյուս օրը նրան կաբացուցեմ, հետո դու գնում ես աբացուցվելու, հեսա 29-ից մի հատ պոզաներով 69-ը աբացուցվես էլ լուսուս։ Ստեն ասը, չաբացուցողի մաման ծաղկաման, դե գնա։ Կնիկն ու աղջիկներն էլ հետ։ Հաջորդը ինչին ուզում եմ անդրադառնալ, Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ասում է ինձ մեմերի ձեր պատճառով լրագրողներին ես մեմերի ես իմ արդյունք եմ դառնում եւ այլն։ Տիկին Սրբուհի Գալյան։ Նախ տիկին էլ քեզ չի ասում, ես չգիտեմ քեզ ոնց դիմեմ, ինչի որտեվ դու քեզ ես SS բացատրեմ ինչի, որտեղ այն որ ազգային անվտանգության ժողովրդի Արցախի եւ այլ հարցն էին քննարկում, կամերան քո վրա ամենալկտի պահվածքով դու նախարարն ես երբևէ։ Ծամունը բերանը տղեկի հետ գրվում էր, ուսից արա ինչ բերանը բացի նայ, արա ինչ ծանծրալի աֆռում ես ուրիշների հետ, բան կանֆետ ծամոն գցելով։ Աղջիկ ես, տիկին ես, մորքուր ես, ինչ որ է, ես սկզբից ասում եի, չէ, քեզ բերել են սոկ մատուցելու։ Հիմա քո վրայով այնքան ցեխ հալեցվում ամենտեղ, իդես ամենաառաջի պատճառիչն է, որ դու եկել ես ոչ թե քո պաշտոնը կատարելու, ասում եմ ես պրոֆեսիոնալ եմ, դու եկել ես Նիկոլի կեղտերը լվալու, Նիկոլի ու Նիկոլի թիմի կեղտերը լվալու, ինչպես նաև զուգահեռաբար պաշտպանելու իբր սուտ ընդդիմությանը նրանց կեղտերն է քո վրա։ Այսինքն Նիկոլի հիմիկվա իշխանության գործունեությունը ոչ միայն Նիկոլի կեղտերը լվալն է, այլ նաև հների կեղտերը լվալն է, որ իրար հետ համատեղ աշխատեն։ Կեղտերի գործն է։ Պարզ է։ Հիմա այնպես որ դու զոհ ես գնալու, բնականաբար հերթով լինելու է։ Հիմա այն Արամ Հովանիսյանին որ հանել են, բան են գրում, որ հիմա սկսում են ուրիշ բանի վրա տանել, թե Արամ Հովանիսյանը մի հատ ռուսական sense կռուտիտ գնաց վրան սրբացնելու,
Ռուսական ուղղությունները շատ է ասում, որ իբր Արամ Հովհաննիսյանին ասել են գնա հոգևորական ձերբակալի ասել արա ես այդտեղ չեմ բան հանել են։ Ուրեմն Արամ Հովհաննիսյանին հանել են։ Ես ավելի հարմար եմ համարում ԶԱՊ-ին Անդրանիկ Սողոյան, եթե չեմ սխալվում, Գյումրեցի ԶԱՊ-ի կանտրաբանդա ապրանքները Հայաստան ներմուծելու միջամտելու համար։ Նաև չհաշված ինչքան կեղտեր արա, ինչքան հայ քաղաքացիա վնաս տվե, ինչքան մարդու վնաս տվե, նաև այսինքն ոչ թե ԶԱՊ-ը Նիկոլի կամ մյուսի հետ չկա, այլ ուղղակի այդ պայն հետ են հարմար գտել։ Բռնել են վրան, ես համարում եմ, որ նաև կեղտերը տենց է, ոչ թե հոգևորական լավ տղա է, հոգևորական չի ձերբակալը դրա համար են անել։ Հայ, չէ մի չէ, թանե չէ փրտած մածուն։ Այնպես որ այսպիսի կապիկությունները դեռ շատ են, ասել եմ, շարունակվելու, այս վերջին Քարորյանն էլ անում են, գնում են ընդպիչում, մտում շատ աշխատեցին գերեզմանափորները, ազգային ժողովի բոլոր պատգամավորները գերեզմանափոր զատիկ են, որ երկու պոչանի մտնում են ականջներ, Շիրակում ասում են ականջ մտուկ։ Այ դրանց պես հիմա գնալու են ականջներ մտնեն, ամեն մեկը մի ծակ գրա հանգստանալու, բնականաբար կայֆավատելն են, հետո գան սեպտեմբերից սկսեն ժողովրդին նոր մանիպուլյացիաներ։ Այսինքն ժողովուրդ ջան 4 օր է մանիպուլյացիա նայեք, հետո մի քիչ կխախանդվի, ասել եմ, չէ, սեպտեմբերի 1-ին չեն գա, նրանք խի են գալի, բարխտնի սեզոն է։ Սեպտեմբերի 18-ից հետո կսկսվի շոու։ Այսքանը Հայաստանի մասին։ Եթե էլի եմ կրկնում, դուք եւ հա, մեկ էլ Բագրատաշենի մասին է ուզում ասել, որը միշտ ես ասել եմ ու կրկնում եմ։ Բագրատաշենից բողոք ա գալի, որ արտոնյալ մարդիկ կան, որոնք 100 անգամ մտնում Վրաստան հելում են հայկական ապրանքները արհեստական կանգնեցնում են։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության այս ձև տված այս սարքած իշխանությունը, որ ես միշտ ասում եի, սպայկայի ապրանքները սկզբից են թողնում, հետո մյուսներին, որոնք Քոչի, Սերժի, Նիկոլի տակն են, բա աղբաճան, ինչի եք ուրիշներին թողում Հայաստանից ավտոները առաջինը հելնի, Ծիրանը իրանց հելնի, ես հելնի, հետո նոր խեղճ ժողովրդին կոտորում եք։ Հասկանում եք, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ թշնամին Հայաստանի 35 տարվա կառավարությունն է իր բոլոր անդամներով։ Նիկոլ Փաշինյանը ասում է աբացուցեմ։ Նիկոլ Փաշինյան, դու աբացուցի, ոնց դու տառականնոցից քեզ բերեցին փնթի քածիդ հետ, բերեցին, որ ամբողջ արեշով բան ասում էին, որ օրական մի տղու վրա ընկած, բերեցին դրեցին երկրի ղեկավար։ Դու աբացուցի, ոնց Արցախյան պատերազմը 20 թե 30 միլիարդով Արցախը վաճառեցիր, կիսվեցիք դու, Սերժը, Լևոնը, քեզ երևի արանքը մի 800 միլիոն փող են տվել, մնացած այդ գելերը վերցեցին ու Պուտինին։ Դու աբացուցի, ոնց 200 միլիոն փող դուրս եկավ համահայկականից ու կորավ։ Դու աբացուցի, ոնց է քո քածը, որտեղ քո կինը չի, քո քածը պետության վրա միլիարդներ նստում օրական։ Դու աբացուցի, որ ինչու է փակ կրթվել է Նորաձևեի ֆինանսավորումը պետության կողմից։ Դու աբացուցի, ոնց ես հողերը մանր հեկտարներով ծախում թուրքերին անընդհատ ամենտեղ։ Դու աբացուցի, ոնց է քո փնթի ոչլոտ սիֆիլիս թիմը եկե իշխանության ամեն մեկը թալանում եւ օգուտ տալով նաեւ Սերժին եւ Քոչարյանին։ Բա դատում ես, 8 տարիա Քոչարյանն ես դատում, ազատում ես, 8 տարի Սերժը դատում, ազատում ես, բա աբացուցի, Սաշիկին ես դատում, ազատում ես, Սաշիկի տղեկին ես ազատում, մնացածին բոլորին ազատում ես, Սերժի փեսուն ես ազատում, բա աբացուցի։ Այստեղ աբացուցի քո մարդալները այսքան։ Դու մարդ չես, դու ոչ է կենթանի ես, դու ինչ ասեմ, դու ворթել չես, դու անշունչ առարկա ես, որտեղ միայն անշունչ առարկան կարող է Հայաստանի կամ աշխարհում դու տեսնում ես հիմա մահանումը անկախ նրանից նայում ես թեկուզ ռմբակոծում են ջհուդներին, հա, որ հայերին այդքան վնաս են տվել, պայտակ տեսնում ես երեխա մահացավ, էլի սրտիդ մեջ sense մի հատ ցավ ալնում էլ, ասում ես երեխան հələ չծնված մահացավ, չէ, հոգեբանական պահ է, հա, չես ասում լավ է եղել, վատ է եղել, ասում ես Աստված ջան, կռիվը մեզ չհասնի։ Ես առաջինը ասում եմ Աստված ջան, կռիվը Հայաստանին չհասնի։ Չեմ մտածում այդ բան, բայց որ տենում ես երեխայա ձեռի վրա տանում են գոռալով, լացելով, սիրտը տելից ամ։ Բա դու ինչքան կենթանի չէ, դու ինչքան անշունչ առարկա ես, որ հայ տղեկին տարար 18 տարեկան քո փչացած քածդ տարավ զոհեց, որտեվ ժամանակին ինքը որ տենց ոչ լոտ մազերը դես դեմից հոտ քաշե, տարո քորե հոտա քաշե, ոչիլները հանեց ճտծրե բոլորի վիդեոները կա, հետևը քորե դեմը քորե, հա, այդ տղեկը իրան մերժել են, տարավ սպանեց, ինքը իր մանկության վրեժը հանեց այդ երեխայից։
Աբացուցի։ Ու այս բիձեքով աշխարհի, որոնց տակ դու մտել ես ոչ ու բարով 50 տարեկան եղար ամսի 1-ին, դու դեռ շատ ես տուժելու։ Դու պատասխան ես տալու շատ ցավոտ։ Այս բիձեքը, որոնք կան, Սերժնա, Ռոբնա, Լևոննա, նույն այդ անորակ անվնաս ակլորները, որ երկու քրոջ կարգավիճակով ապրում են, քեզ ջայլ սարքին երկու քուր, որտեղ կնիկ տա որոշում ամեն ինչ։ Նաթանյաունա, Պուտիննա, Տրամփնա ու Խոմեյնին են բոլորը անորակ անվնաս ակլորներ են, այսինքն տեսնում են կին չեն հասկանում, իրենց գիտեն կինը ճաշեպող ամենակ։ Ոնց որ դու իր ասում, այ լոբի ես մաքրում։ Դրա համար աշխարհը կործանում են։ Այդ անորակ բիձեքը քո նման է, նույն թիմի տակ մտած, դու էլ կործանում ես քո երկիրը։ Դրա համար քո վերջը դու ինքդ ես գրել։ Ու ես նաև երկրորդ տարբերակ ունեմ, ինչի ես դու անընդհատ քարկոծում հոգևորականներին, սրանով նաև փորձում ես ոչ թե դու հիմա վատ կերպար ես ստեղծում Գարեգինի հանդեպ, ոնց որ դու ես ասում կտրիչներ Սիսյան թե ինչ, այլ ընդհակառակը, դու հիմա ընդհակառակը սև PR ես անում, օգնելով որ նա դառնա մաքուր, դու արդեն կեղտոտ ես ժողովրդի աշխարհին։ Տարբերակ երկու սև PR-ը նույնպես PR-ը։ Այդ ինչի Կիրկուրովը 60 տարեկան մարդ է, տեսնում է իր մասին մտածող չկա, հետևը բացում հելում է, որ խոսեն թերթերը գրեն նորից հիշեն իրան։ Նույնն է դու ես անում։ Բանի համար, կտրիչի համար, ասած։ Անցնենք միջազգային թեմաներին, ուրեմն գրում է, թե 3 հատ նավ է այրվում Օրմուզի նեղուցում, հարգելիներս, այս 3 նավը, մեկը Էմիրատների նավն է, մյուսը թուրքական նավ է, եւ մնացածը բաներ են, լցանավեր են, այսինքն տանկերներ, որոնք բախվել են իրար, այրվում են։ Դե այնպես որ այստեղ Պարսիկի հետ կապված ոչ մի բան չկա, ես էլ եմ կրկնում, Պարսիկը ոչ մեր բարեկամն է, ոչ է թշնամի։ Պարսիկը, ցանկացած ժամանակ նա ավելի շուտ կարող է դառնալ մեզ թշնամի, քան թե բարեկամ։ Ուրեմն մի հատ ինֆորմացիա է տեղադրել Իրանը, որը բավական հավաստի է, հաստատել է նաև Իսրայելը, թուրքը չի կարա, թուրքը ստիպված հաստատել է, որտեղ չէր կարա թռներ։ Իսրայելական ինքնաթիռները եւ որոշ հրթիռներ թռել են Թուրքիայի տարածքով, որ խփեն Իրանին։ Այսինքն պատերազմը տեսեք ինչ բացվավ։ Իբր թե Իսրայելի դեմ է, թուրքը, որ միշտ ասում է իրար ծոց մտած է, իր տարածքով թույլ է տալիս հրթիռները թռնեն կամ ինքնաթիռները թռնեն, խփեն Իրանին։ Ադրբեջանը բաց արդեն Իրանը հաստատել է, ես ասել եմ, Ադրբեջանին զոհ են մատուցելու, Թուրքն էլ հետնա զոհ մատուցելու, որտեղ այս, որ խփվել է Նախիջևանի եւ Արցախի տարածքից, սա հաստատված միլիմետրերով, փաստերով գրանցած անկյանտակ եւ այլն։ Պարզա։ Եվ որ ձերբակալված ադրբեջանցիները, որոնք անցկացրել են մի շարք տեխնիկաներ, հրթիռներ եւ այնտեղ ստեղծել են փոքր ԱԹՍ-ներ, տների մեջ, մեկի տան մեջ գտել են 200 կիլոգրամ միայն պայթուցիկ սարք, որով պետք է ԱԹՍ-ները սարքեր խփեր Իրանի մոտիկ, որտեղ մոտիկ էր քաղաքներին, այս ամբողջը բերելու է պատասխանի։ Իրանից հաստատ առանց պատասխան չեն մնալու։ Առանց պատասխան չի մնալու։ Ինչ տարբերակ ունի։ A. Խփի Ադրբեջանին չմտնի, B. Հայաստանի պատրվակ տա Հայաստանը մտնի, G. Թալիշներին պատրվակ տա եւ հայերին պատրվակ տա մտնեն։ D. Սարքի ներքին խառնակություն, քանի որ Ադրբեջանի պաշտոնական կրոնը իբր թե շիա իրանական կրոնը։ Հա։ Սա 3 տարբերակն է, բայց հիմա դեռ Իսրայելի հետ կռիվն է շարունակվում, որին Իսրայելի պաշտպանությանը մասնակցում են ամերիկյան նավերը, հրթիռներով, ավիակիրներ, հակահրթիռային միջոցներով եւ ամբողջ Ամերիկան պաշտպանում է Պարսից ծոցի իր բոլոր բազաների վիճակը, որ Իրանը չխփի, բայց Իրանը ասեց հանգարց երևաց ամերիկյան որևէ բան կխփեն։ B. Ինչ է ուզում Նաթանյահուն։ Նաթանյահուն ուզում է, որ Ամերիկան անմիջապես մտնի պատերազմի մեջ։ Այս վիճակում, եթե Ամերիկան մտնի պատերազմի մեջ, ժողովուրդ ջան,
Այս վիճակում հենց մտավ պատերազմի մեջ, Ամերիկան կործանում կգնա վերջապես, որտեղ այն շիկացած իրավիճակը, որը տիրում է Ամերիկայում այսօրվա դրությամբ պատերազմի մեջ մտնելը, դա կբերի Ամերիկայի կործանման, ոչ թե փողով, այլ կբերի անարխիայի։ Ամերիկան կհասնի այն 1700-ական թվականներին, որ այն ձիգի զապտի, որ ցույց էին տալիս մարդը կապուցիների փողոցից, ով որտեղ բռնի գնդակարի, ինչ ուզի անի փողոցներում, թալանի, սպանի եւ այլն, այդտեղ պետք է հսկայական զորքեր ոչ թե պարսից ծոց ուղարկել, այլ բերել երկրում կարգ հաստատել, որը երևում է Տրամպի հիմարությունից, հա։ Այս ընթացքում մարդիկ որ ասում են վայ Բահարյանն էլ է մեղք մահանում է Ժորժ ջան, ես ցանկացած մարդու համար, ով որ ասենք պատերազմի հետ կապ չունի, ջհուդը, չէ, ես չեմ ափսոսում, բայց տեսնելուց մասում ես էլի մարդը պետք է չմանա։ Հոգեբանական պահը, ֆիզիկական մարդու աստծո խիղճն է, որ դու չես հպարտանում, բացառությամբ Թուրքի։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Այս պայի դրությամբ Իսրայելը 45 հոգու տանկերով կրակում է Գազայում ու տրորում է խաղաղ բնակչությանը, կին երեխա ցույց է տալիս, բաների տակ ֆռռում են։ Այսինքն, այս հասարակարգը ստեղծվել է որպես մահվան լոկոմոտիվ։ Անկախ նրանից ինքը կռվում է ուրիշի հետ թե չէ, անկախ նրանից իրանք կրակում են թե չէ, ինքը մահվան լոկոմոտիվ է, ձեռի հետ տանկերի տակ տրորում է մարդկանց։ Հիմա կողքից որ նայում ենք Լիբանանից հատուկ գնում են ռեստորան սարի վրա, այնտեղ պրեստիժա դառել ռեստորանը դառել է տոտալիզատոր, ոնց որ բանը բուկմեկերական գրասենյակ լինի։ Հաց են ուտում ու սոտովիներով նկարում ու ապարում են։ Սիրիայից նույնը, Հորդանանից նույնը, այս դրա արդյունքն է։ Գազայից նույնը եւ մնացած տեղից։ Դրա արդյունքն է, ուրիշ բան չկա։ Երբ որ դու պատերազմի ժամանակ պատերազմ ես, դու ինքդ ես պատերազմ հայտարարում, քեզնից 1500-1600 կիլոմետր հեռու երկրին, դու ես խփում հասկանալով վնասը, ձեռի հետ էլ կողքիդ բնակչության երեխեքին կանանց տրակտոր, բանի տակ, տանկի ցեպերի տակ, շղթաների տակ լղջում ես ու կրակում, ուրեմն դու արժանի ես դրան։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Նույնն է ոնց որ ռուսը մյուսը։ Հայ հիմա ռուսը գնացինք առաջ էսանենք, ոչ մի բան չի լինում Ժողովուրդ ջան, այս կռիվը ասել եմ, քիչ է գնալու, որտեղ հիմա ասեմ թվերի մասին, 2 օրվա թիվն եմ ասում, 2 օրվա։ Ուրեմն Իսրայելի ընդհանուր վիճակը։ Ուրեմն սկսենք հրթիռակոծման աստիճանը, ոնց եղավ որ Իրանը պատասխան տվեց։ Նախ զենքի տեսակները, որոնք բնականաբար ավելի էժան են, նրանք գտնվում են ավելի մոտիկ ճակատամասին, որը թանկը ավելի խորքերում։ Թանկ հրթիռները, գերձայնային հրթիռները գտնվում են Թեհրանի մոտ արվարձաներում մինչև 100-150 կամ 200 կիլոմետր։ Սկզբում խփեցին ԱԹՍ-ները, որոնք իրենցից ներկայացնում էին 185 կմ/ժ թռնող ԱԹՍ-ներ, որոնք հասնելուց, ինչպես ասում էր Իսրայելը, լրիվ խփել եմ, սուտավոր լրիվ խփել է X քանակությամբ։ Կարող է լինի 70 հատա, կարող է լինի 60 հատա, թե ինչ որ է, բայց ինքը շեղող միջոցն է, որից որոշ ժամանակ անց կրակվում է սովորական միջին հեռավորության հրթիռները, որոնց արագությունը մոտավորապես 1000 կմ/ժ արագությամբ, դրանցից էլի խփվում է որոշները եւ վերջում խփվում է բալիստիկները, որոնք բարձրանում է օզոնի բարձր, այսինքն 29.7-29.8 կիլոմետր, բարձրանում է արագությունը 6137 կմ/ժ։ Թռնում է օզոնի շերտից վերև, որպեսզի հասանելի չլինի, եւ հասնելով տեղ, թողնում է ետի մասը, տալիս է դեմի պայթուցիկ մասը, նա բաժանվում է 3-ից 6 մասի եւ տարբեր ուղղություններով ընկնում է հողի վրա։ Ուրեմն ամեն մի հրթիռի հարվածի շարավիղը բալիստիկի, ամեն մի հրթիռի, ասենք 4 հատա մեջը 3 հատ կամ 6 հատ, 500 մետր շարավիղը։ Պատկասիկ չէ 500 մետր շարավիղ, դա հսկայական տիպ է։ Այսինքն այն որ ասում են մի հրթիռով երկիր կվերանա, իմ ասածը եկան հասան։ Այսինքն եթե ցանկացած հրթիռ մի հատ կամ 2 հատ խփեցիր, ընդհանուր առմամբ խփել են 180 այդ կարգի հրթիռ։ Մինչև հիմա Իրանը, մինչև այսօր հառավոտ էլի 180 հատ հրթիռ կրակել, բալիստիկ այդ կարգի։ Այսինքն 180 անգամ 500։ Բնականաբար ինքը իրար քիպ կողք չի ընկնում։ Տրակտորյան տալիս է, որ ինքը կարողանա նաև կառավարվի մի փոքր հեռավորություններ տա, որ իրար քիպ sense միլիմետրով չեն ընկնում։ Պարզ է։ Հիմա ինչի չկարողացավ Իսրայելը բռնել դրանք։ Սկսենք ամենաառաջինը։ Իսրայելը ունի 3 համակարգ, հա, փոքր հեռավորությունների վրա թռչող հրթիռների, այդ երկաթե գմբեթ եւ Դավիթի, եսիմի, ինչա Դավիթի
պահապանա, վահանա, սև շունա իրանց նման։ Ուրեմն ինչա ներկայացնում։ Երկաթե գմբեթը դա հրթիռը որսում է 65 կիլոմետր հեռավորությունից կամ եկող հրթիռ է։ Իսկ Դավիթինը մինչև օզոնի շերտ, այսինքն եթե հրթիռը բարձրանում է օզոնի շերտ, բարձրանում է վերև, ինքը ընկնելուց կարող է այդ կառավարի։ Բայց քանի որ իրանական հրթիռների ուղղությունը եղավ նաև շեղով, մի քանի ուղղություններ հատուկ ուղարկեցին շեղ, Դավիթի գմբեթը եւ Դավիթի այդ վահանը եւ երկաթե գմբեթը չկարողացան լրիվ պաշտպանել տարածքը։ Դրա համար ավերածությունները շատ է եղել։ Լինելու է էլի, այո, հիմա սկսենք հաշվել միայն երկրորդ տնտեսական վնասը։ Միայն տնտեսական զենքի առումով, ժողովուրդ, չենք հաշվում շենքերը։ Շենքերով որ հաշվենք մի 15-20 միլիարդը կանցնի, եթե ոչ 50։ Հաշվում ենք միայն զենքի առումով։ Ուրեմն երկաթի գմբեթի ամեն մի հրթիռը արժի $200,000։ Կա այնտեղ տարբեր չափերի 20-ից 200,000։ Դավիթի այդ վահանը ինչա դրանը ավելի թանկ է բնականաբար։ Իրանական ամեն թռչող հրթիռը արժի 200,000-ից կես միլիոն, կա որ միլիոն։ Ուրեմն ընդհանուր առմամբ Իրանի կրակած բոլոր զենքերի իրար հետ, որ ուղարկել է մինչև այսօր 180-ից 200 միլիոն դոլարի զենք ուղարկել, ինչի որտեղ մենակ կրակելը չէ, սպաս սարքումն է, տեխնիկան է եւ այլն, չէ, որ աշխատում են ռադիոլոկացիոն կետը, որը Սպուտնիկի հետ կապը հաստատում, դիզ վառելիքը, որ անընդհատ տեղափոխում է եւ այլն, հսկայական տեխնիկաներ են, այս բոլորը իրար հետ մոտավորապես ժողովրդյան կազմել է 200 միլիոն դոլար, սա միջազգային փորձագետների միայն չէ, սա նաեւ բրիտանական եւ մնացածի գործն է, հաշվարկն է։ Իսկ Իսրայելը որպես պաշտպանություն, չստացված պաշտպանություն, ծախսել է $1 միլիարդ երկու օրում։ Տեսնեք պատերազմը ինչ փողերի լվացում է։ Հարց. 1 միլիարդ ըստ իրանց թվերի ծախսել է, թե մի 50 միլիոն է ծախսել, մնացած էլի Նաթանյահուն դրել է ջեբը։ Երկրորդ հարցը. Իրանը իրոք 200 միլիոնի կրակ է, թե 100-ի կրակ է կամ 80-ի, էլի 120-ը դրել է ջեբը։ Պատերազմը այս վիճակն է չվերահսկվող, չվերականգնվող ծախսեր։ Դու չես կարող հաստատ ասես, թե որտեղից ինչքան են խփում, ոնց են անում եւ այլն։ Դրա համար պատերազմը ամենաուժեղ բիզնեսն է։ Չհաշված, որ ամերիկյան մի շարք ԱԹՍ-ներ, ներողություն, հրթիռներ, հակահրթիռային համակարգեր որսացել են իրանական հրթիռները։ Իսկ Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի հակաօդային պաշտպանությունը շատ քիչ, ընդամենը 1 կամ 2% է կարողացել չեզոքացնել։ Ինչի, սա էլ հարցի մյուս կողմն է։ Միգուցե նրանց էլ է շատ ձեռ տալիս Իսրայելին խփել, ուղղակի վախենալով Ամերիկայից, ձևական մի քանի հատ օդ են կրակել, մի քանի հատ գցել են, որ ասեն ախպեր, այսքանը կարացանք գցենք։ Ինչ կա որ պատերազմը ամենակեղտոտ ձևն է, պատերազմում ամենակեղտոտ փողերն է ֆռռում։ Պատերազմում ամենատականք մարդիկ են փող աշխատում, ինչպես պատերազմի հրձիկները, այդպես էլ երկրների ղեկավարները, այդպես էլ թեկուզ հասարակ քաղաքացիներ, օրինակ տաքսին Իսրայելում դառել է մի քանի $100, մի քանի կիլոմետր քշելը, որ քեզ այդ անվտանգ զոնայից հանեն, մի քանի $100 տալիս, որ հանեն։ Այսպես են համենայն դեպս ասում հрьяաները, որոնց չեն թողնում բնականաբար հեռուստատեսությամբ, այլ ի բանով Telegram կանալներով են ասում։ Ծովից արդեն ասեցի $500 են վերցնում մարդա, որ քշեն այդ 300 կիլոմետրը փախցնեն մարդկանց։ Իհարկե, պատերազմը կեղտոտ բան է։ Աստված տա այն չհասնի Հայաստանին, բայց այս դրությամբ ես էլ եմ կրկնում։ Հայաստանը այս պատերազմում ընդհանրապես, ոնց ասեմ ձեզ, տեղ չունի զբաղեցնելու։ Հայաստանը հեռու է այս պատերազմից, որտեղ ինքը ոչ մի շահի մեջ չի մտնում ոչ մեկի հիմիկվա։ Հայաստանը այնքան փոքր շահ է, էլ եմ կրկնում, մենակ Իրանի 1 օրվա հանած նավթը Հայաստանի մի տարվա բյուջեն է։ Ով է չալաղաջը թողնում ընկնում ոսկորի վրա կպած մի հատիկ մսի հետևից, ոչ մեկ, պարզ է։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր ու հիշեցնում եմ ձեզ ժողովուրդ ջան, հայանա ու մեջ Աստծո մասնիկը լույսը կա, իսկ Աստծո անունը հայ է, Աստված հայ է։ Ով որ գնում է ծախվելու, թեկուզ այս վիճակում դիմացինին գցելու, մի փոքր փող գցելու, տրամադրություն գցելու, եսիմ նեղելու, ինքնահաստատվելու, նրա մեջ Աստծո լույսը մարել է, նա արդեն մարդ չի։ Նրան արդեն կարելի է ուղղակի դեն նետել։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիների։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում
ինչ էր մեկ ինչ էր գրել, մոռացա որ քաղաքներ գրել։ Մի խոսքով հարգելիս ձեր ասած քաղաքը մոռացա, գրել եք Գագիկ ջան, այս քաղաքն էլ ասա։ Բոլոր Արևմտյան Հայաստանի եւ բոլոր Փոքր Ասիայի քաղաքները, որտեղ Փոքր Ասիայի բնակչության 80%-ը եղել է հայ։ Բոլոր քաղաքներում, մինչև Պոլիս հայերը եղել են, հիմա ապրում են, բայց լինելու է լրիվ հայկական Հայաստան պետության մեջ։ Ամեն